Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցեր։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, կառավարության ծրագիրը ներկայացնեց, որ արդեն հայկական դուք հստակ նշեցիք, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ անդամակցության հայտ ներկայացրել։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ վերջինորեն չնայած առանց էլ այսպես փոխադարձ խայթոցներ հնչում են, բայց ռուսական կողմից ավելի կոշտ, այսպես վերջնագրերի տեսքով հայտարարություններ են հնչում, օրինակ իրենց պետդումայի խոսնակներ ասում, իրենց ձևակերպումն են բերում, ասում են Հայաստանը ցինիկաբար շարունակում է օգտվել ԵԱՏՄ արտոնություններից եւ միևնույն ժամանակ ԵՄ այսպես դեպի ԵՄ քայլեր է անում, ասում էր գնացեք ԵՄ, բայց գոնես կեղծ օրակարգա մի խափեք մեզ, մի այսպես էս կեղծ օրակարգ առաջ տարեք, ՀԱՊ գլխավոր քարտուղարներ ասում էր միայն ֆորմալ առումով է մնում անդամ, բայց ոչ նիստերին է մասնակցում, ոչ զորավարժություններին, ոչ 3 տարի անդամը վճարներն է վճարում եւ ասում էր, որ պետք է սա բացառապես ՀԱՊ անդամ երկրների հրամանատարների հարցն է, Հայաստանին դուրս հանելու հարցը։ Սա հետ կապված այսքան ստացվում է, որ խնդիրը այսպես լուծելու փոխարեն ավելի է խորանում եւ երկու կողմ կարծես իրար վրա են, բարդում Հայաստանը, Ռուսաստանն էլ իր հերթին։ Սրա հետ կապված եւ մի կարճ հարցել իրավական այս process-ների հետ կապված, պարոն Փաշինյան, մենք թե քարոզարշավի ընթացքում, թե վերջերս ազգային ժողովի ամբիոնից ինչ ենք լսում, օրինակ Ռոբին նստացնելու եմ, Գագոյին նստացնելու եմ, կզացնելու եմ եւ այս ամենից հետո այդ անունները, որոնք դուք նշում եք, նրանց նկատմամբ քրեական գործեր են սկսում եւ սա հարցեր առաջացնում, օրինակ դուք միշտ ասում եք, որ քաղաքական հետապնդում չկա։ Հիմա ինչ երաշխիք որպես գործադիրի ղեկավար կարող եք տալ, որ այս նույն հնչեցրած ձեր հայտարարությունները որևէ կերպ իրավապահների գործընթացների վրա չեն ազդել, օրինակ ընդդիմադիրները նշում են, որ կոնկրետ Քոչարյանի հետ կապված այս գործընթացը բացառապես կախված է ազգային ժողովում ձեր եւ Լևոն Քոչարյանի միջև այդ բանավեճից հետո դուք բարկացել եւ հրահանգը դրանից հետո հնչել, սրա վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Պետդումայի հետ կապված հայտարարությանը մեր ազգային ժողովից արձագանք հնչել է, ես ավելացնելու բան չունեմ։ ՀԱՊ-ի հետ կապված ՀԱՊ գլխավոր քարտուղարը փաստերն է արձանագրել, ես այլի արձագանքելու բան չունեմ, բայց ձեր այն դիտարկմանը թե ստացվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը իրար վրա են գցում, տենց մի բան, մենք Ռուսաստանի վրա ոչ մի բան չենք գցում, մենք թափանցիկ հրապարակային ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք արտահայտում, հարգում ենք ուրիշների դիրքորոշումները եւ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ։ Ինչ վերաբերվում է ձեր երրորդ հարցին, եթե խոսքը բարկանալու մասին է, ես ամսի 24-ին չեմ բարկացել, ես վաղուց վանից բարկացած եմ։ Բայց ինչի այդ բարկացումը արտահայտություն չի գտել։ Նախ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուզում եմ ոչ որպես վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր դատաիրավական համակարգի այն անձանցից, ովքեր այս ամեն ինչը ի ցույց են դրել հանրությանը իրավական տեսանկյունից։ Բայց ես ուզում եմ էլի մենք վերադառնանք, չնայած բան եմ ասելու, որ ձեզ ծանոթ է, այսինքն ազգային ժողովում էլ եմ ասել, բայց հիմա էլ ուզում եմ հարցադրում անել։ Բայց ես հարցեր էլի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ որպես վարչապետ, հարցեր ունեմ։ Բա այս փաստերի հետ 8 տարի, լավ, հələ չեմ ասում է 17-18 տարի։ Այս փաստերի հետ Հայաստանի իրավապահ մարմինները ո՞նց են առնչվել։ Օրինակ այն քննիչները, այն դատախազները, այն օպերատիվ աշխատողները այս փաստերի մասին իմացել են, չէ՞, ո՞նց են արձագանքի իրանք։ Օրինակ իմացել են, որ Toyota Երևան ընկերությունում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 30% բաժնեմաս ունի, հողի հետ կապված խնդիր ունի։ Օրինակ իմացել են, որ Օրանժը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է։ Օրինակ իմացել են, որ Պարոնյան 8 հասցեի շենքը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է։ Օրինակ իմացել են, որ Play City-ն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է եւ էլի բազմաթիվ բաներ։ Մենք հասկանում ենք, մենք պետական ստանդարտ պետք է սահմանենք եւ նաեւ ժողովրդավարության ստանդարտ սահմանենք։ Եվ
առաջին հարցի հատվածը էսա։ Նախ եթե նույնիսկ չեն իմացել նախորդող շրջանում 2018 թվականից հետո մենք անդադ բարձրաձայնվել է դա մամուլում եւ այլն։ Հայաստանի Հանրապետության դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, ինչ գործողություն են ձեռնարկել, որովհետեւ հանցանքի առերևու ցանկացած դեպքի պետք է իրանք բան անեն, արձագանքեն, ո՞նց են արձագանքել։ Արձագանքել են, որոշ դեպքերում գուցե քրեական գործեր հարուցվել է, բայց քրեական գործերը ինչի չեն քննել, ինչի չեն քննվել։ Կամ որ այդ քրեական գործերը հարուցվել են, ես զանգել եմ, ասել եմ գործ հարուցեք, կամ որ չեն քննվել, ես զանգել եմ, ասել եմ այդ գործը մի քննեք։ Այս հարցերին պետք է տրվի պատասխաններ, հակառակ դեպքում ես ունեմ դրա քաղաքական պատասխանը ես ունեմ, որովհետև քոչարանասերժական մաֆիան իր շոշափուկները ունեցել է եւ դեռևս ունի Հայաստանի դատաիրավական համակարգում։ Այն որ խուզարկությունից առաջ պաստառներ են բանանում, ցույց տալով, որ իրանք գիտեն, հետո էլ մի հատ մեծ պատմություն են սարքել, վայ երեխեքը, բայց եթե դուք գիտեիք, որ գալու են, երեխեքին խի տատիկ պապիկի մյուս տուն չէիք ուղարկել։ Ինչի չէիք ուղարկել, այսինքն պահել էիք, որ երեխեքով շոու անեք, երեխեքի թիկունքում այդքան սիրում էիք երեխեքին, այդ պլակատ գրելու ժամանակահատվածում կարելի էր ուղղակի երեխեքին բան անել, ուղարկել մյուս տատիկ պապիկների տուն, ընկերոջ տուն, հարազատի տուն։ Այսինքն էս էլ ցույց է տալիս, որ դիտավորյալ պահեր երեխեքին զենքայնացնելու մի հատ process է սկսվել։ Հաջորդը ես 8 տարի վարչապետ եմ։ Հարգելի լրագրողներ, դուք էլ գիտեք ես ում ինչ եմ ասում։ Ընդհանուր գիտեք մեր տանը ով ինչ է ասում, երբ է ասում, ինչու ասում, ում հետ ինչ եմ խոսում։ Հիմա ասեք, ո՞րն է իմ հյուրանոցը, ո՞րն է իմ հանգստյան տունը, ո՞րն է իմ բազմաբնակարան շենքը, ո՞րն է իմ միլիարդները, որտեղ են դրանք պահվում։ Եվ դիմեք իրավապահ մարմիններին։ Եվ ես ուրիշ հարց եմ տալիս, այսինքն ես եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը պետքա տենց բաց աչքով նայենք, ասենք դե բաները Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, իրանք դե վերին արտի ցորեններն են, իրանք կարան դե թալանեն Հայաստանի Հանրապետությունը, հետո սենց սերնդեսերունդ այդ թալանածը ժառանգեն։ Եվ ես շատ հստակ թափանցիկ, խնդիր եմ ձևակերպել այս ամեն ինչը, ընտրություններից առաջ, ժողովրդի առաջ։ Եվ ժողովրդին առաջարկել եմ, որ առաջարկում եմ մեր պետության այս ոլորտում այսպիսի քայլեր, որոնք չանելու համար մեղադրում եք ինձ, բայց այսինքն եւ ժողովուրդը գնացել է քվեարկել է, եւ ժողովրդի կամքը պետք է իրականացվի։ Հիմա ոչ մեկ չարդ չի տալիս։ Այդ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին որտե՞ց, ասում է բիզնեսով ենք զբաղվել։ Ում են ձեռ առնում։ Այսինքն հիմա, մենք իրանք այդքան տենց ուժեղ բիզնեսմեն են, մենք էլ տենց ընդհանրապես չենք կարող ոչ մեկի ձեռից ոչ մի բան խլենք։ Այս պայմաններում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետությունը մասնաբաժին է ստանում, ասում են դա կոռուպցիոն գործարք է։ Իսկ Toyota Երևանում իրանց անձնական փայ ունենալը դա բիզնես գործունեություն է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Ասենք Ամուլսարի նախագծում պետության փայ ունենալը այդ կոռուպցիոն գործարք է։ Իսկ իրանց Երևանի կենտրոնում հողեր վերցնելը եւ ձեռքբերման գնից 20-30 նապատիկ ավել գնով վաճառելը այդ բիզնեսը։ Սա ընդունելի է, պետքա սա պետության հարցն է եւ ասում եմ քաղաքական խնդիրը հետեւյալն է։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Սերժ Սարգսյանը,
ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն։ Դրանց թոշակը նստելա թե չէ։ Այս է քաղաքական խնդիրը։ Ինչու՞, որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով եւ իրենց օրինական եկամուտներով։ Իսկ ինչ որ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, լումա առ լումա, կոպեկ առ կոպեկ, սենտ առ սենտ, եվրո սենտ, քյաբաբ առ քյաբաբ, այո։ Պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե սա տեղի չունենա, այդ նշանակում է նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա։ Ես այդ քաղաքական խնդիրը ձեր բոլորի եւ 40,000 մարդու աչքի առաջ դրել եմ ժողովրդի առաջ եւ պետության առաջ եւ ժողովուրդը դրել է բոլորի առաջ կառավարության, դատաիրավական համակարգի, պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների առաջ ժողովուրդն է դրել։ Դուք ներկա չեք եղել կամ առնվազն լսած կլինեք գոնե հունիսի 5-ի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասին կամ Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Այսինքն նորեն այդ քրեական գործերը ինչի չեն քննվել։ Ես ասել եմ մի քննեք, կամ ես ասել եմ գործ հարուցեք, կամ ես որևէ բան ասել եմ։ Ես ինչ որ ասել եմ, դուք իմ ասածների մասին գիտեք։ Հրապարակային եմ ես, եթե աշխատանքային մակարդակում ինչ որ մի բան էլ ասել եմ, կառավարության նիստերում, խորհրդակցություններում մենք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ ունենք, ամենատարբեր ձևաչափեր ունենք, այդ նիստերում ինչ էլ որ ասել եմ այն շրջանակում ինչ որ ասում եմ հրապարակային եւ դրա մասին բոլորդ գիտեք։ Հա, եւ նախկին գլխավոր դատախազի գործունեությանն էլ պետք է անդրադառնանք։ Այս գործը, այսինքն ես ճիշտն ասած հիմա չգիտեմ էլ այս գործերը կոնկրետ երբ են հարուցվել, բայց ինչքան հասկանում եմ վաղուց ֆանից, բայց այդ փաստերը վաղուց ֆանից կան։ Այս բոլոր փաստերը վաղուց ֆանից կան։ Պատահական է, որ նախկին պաշտոնյաները այսօր բանն է ԱԾ տնօրենի նախկին տեղակալը կամ պարտականությունների դուս են եկել ինչ որ բան, այլ դուք էլ մի հատ բացատրեք այս գործերով, ինչով եք զբաղված եղել։ Կարող է փող եք առել։ Կարող է փող եք առել։ Թե դες թվում է ձեր հետևից եկող չի լինելու։ Պետք է պատասխան տաք։ Մի հատ խեղճուկրակներ երկու հատ հավ գողանալու համար, ասենք միջև վերջին խազը սնանկացրել եք սովի եք մատնել, իսկ ասենք ձեզ համար եղել են անձեռնմխելի մարդիկ, ինչ են եղել անձեռնմխելի, բերել վճարել են ձեզ։ Ձեր հետևից էլ են գալու, պետք է պատասխան տաք բոլորդ։ Ում վարույթում այս գործերը եղել է եւ չի արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տա Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Պետք է իրանց բոլորի ունեցվածքներ պետք է նայվի։ Իրանց հաշվի համարներն էլ պետք է նայվեն։ Իրանց ընտանիքի անդամների հաշվի Toyota Երևանի հետ իրանց հարաբերություններն էլ պետք է նայվեն։ Ամեն ինչը պետք է նայվի։ Էս էլ չի լինելու, որ վայ գիտեք դե բանա ժամանակ մենք տվել ենք, ընդ որում երկու ուղղությամբ ենք տվել, ասացի 2018 թվականին մենք ասել ենք, որ բոլորը պետք է շանս ունենան, մի հոգի չի եկել ասել Ժորժ ջան, ես ընդունում եմ, որ այս ունեցվածքը ես պետքա չունենայի։ Դուք էլ օրենք եք գրել, որ կարա հաշտությունը լինի 25-ը 75-ը վերադարձնենք եւ 25-ը մնա մեզ։ Այդպես մի հոգի չի եկել դատախազություն կամ որևէ այլ մարմնի դիմել։ Իրավապահներն էլ երևի այն ով որ այդ շանսը ունեցել է իրավապահ համակարգի նախկին դատախազները, նախկին իրավապահ համակարգի ղեկավարները պետք է պատասխան տան, բայց այս ինչ են արել այս գործերի հետ։ Ինչ են արել։ Այո, իհարկե։ Անկախ իրանց համար աշխատել են։ Անկախ իրանց համար աշխատել են։
Բայց այդ անկախությունը ո՞նց են օգտագործել։ Կարող է Քոչարյանից, Ծառուկյանից, Սարգսյանից փողեր առնելիս են եղել, մեր վրա էլ խաբար չի եղել։ Պետք է գնանք հատ-հատ ունեցվածքները նայենք։ Հատ-հատ։ Կարող այսօր էլ կան մարդիկ, որ աշխատում են։ Զանգում է, ով է քշերվա կեսին կամ չգիտեմ նախորդ օրը կամ չգիտեմ, զանգում Ռոբերտ Քոչարյանն ասում, որ գիտես ինչ գալու են ձեր տուն խոզակցության։ Պետք է բռնել, հա? Ինչ հայտարարեցին։ Ինչ եմ հայտարարում։ Ինչ եմ։ Ասել եմ պետք է նստեն, հիմա եմ ասում պետք է նստեն։ Ինչ։ Ինչի՞ դիմա։ Ես 8 տարի ասում եմ պետք է նստեն, ինչի՞ չի։ Խեն ձեռով գրել, թող մի հատ տանեին, բարձր որակի պրինտ անեին, իրաց տան գլխին հագցնեին։ Ես 8 տարի ասում եմ, դա ես նորություն եմ ասում։ Կամ 2026 թվականին 8 տարվանը չեն հիշում, 2026 թվականի հունիսի 7-ին հայտարարել եմ դրա մասին։ Դարպասին գրեին։ Գտնելու ենք այդ ուտեշկա տվողներին, եւ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչա տեղի ունենալու։ Պարոն Փաշինյան, թեման շարունակելով, նախ դուք Ռոբերտ Քոչարյանին դատում եք վաղեմության ժամկետն անցնող մի հոդվածով։ Այնպես որ մի հատ ձեր իրավական համակարգին հասկացեք ինչպես է դա ստացվել, հետո նոր թվարկեք ապօրինի գույքերը, ընդ որում որը իրավականորեն պետք է կարողանաք ապացուցել։ Բայց հարցը դրա մասին չէ, դուք ասում եք, այո, իրավացիորեն պնդում եք, որ դուք 26 թվականի հունիսի 5-ին հրապարակում հրահանգը տվել եք իրավապահ համակարգին, կրկնեցիք նույնը ազգային ժողովի ամբիոնից, ասացիք, որ ժողովրդի պահանջն է դա։ Հիմա եթե դուք հրահանգ տալիս եք, ձեզ ընտրած ժողովուրդը դատում է բոլորին։ Իրավապահ ամբողջ համակարգին չի եք պահում։ Քննչականը, դատախազությունը, այդ ինչի համար են եւ անարդար չէ արդյոք ձեզ ընտրած ժողովրդի հանդեպ, որ պահում եք այդ կառույցները, խոշոր բյուջե եք տալիս, պարգևավճարներ, գուցե լուծարեք դրանց, ձեր ընտրած քաղաքացիներին տակ այդ գումարները, մեկը դատը իրենք են անում, դուք էլ գնաք նստեք հրապարակում, ձեր հայտնի մուրճը վերցեք, դատ ու դատաստան իրականացնեք։ Գուցե սխալան աշխատի։ Արդյոք անարդար չէ ձեզ ընտրած քաղաքացու հանդեպ այս իրավական այս գործընթացները, եթե իրենք են դատում, բայց արդյունքը ֆինանսապես նրանց չի հասնում։ Եվ երկրորդը դուք ասում եք, որ նաև այն հատվածը հասարակության, որը ձեզ ձայն չի տվել, նրանց այսպես բնութագրել եք ավելի վաղ 100%-ով կաշառքով ընտրած, հետո 70%-ով։ Հիմա անարդար է նաև նրանց հանդեպ ձեր վերաբերմունքը։ Նրանք ձեզ այդ պահանջը չեն ներկայացրել, այսինքն նրանք այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, ոչ մի պահանջ չունեն, ոչ մի բան ձեզանից ակնկալիք չունեն, նրանց պահանջները կարելի է հաշվի չառնել։ Սա այս մասով առաջին հարցը, եւ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, տևական ժամանակ ձեր կին Անահ Հակոբյանը մի արշավ է սկսել ընտանեկան բռնության հետ կապված։ Հետաքրիր զուգադիպությամբ շատերը հետին մտքեր են տեսնում նաև այստեղ, դա համընկեց այն ժամանակահատվածի հետ, երբ նորից մենք Անահ Հակոբյանին տեսանք ձեր կողքին, որ հայտարարել էր, որ հեռանում է ամառանոցից։ Մարդիկ ասում են, ինչու այս ժամանակահատվածը ընտրվեց, ինչն էր պատճառը, որ նոր Տիկին Հակոբյանը հիշեց ընտանեկան բռնության մասին, դա նոր երևույթ չի, դա քրեականորեն գրքի համապատասխան հոդված ունի, ինչու է հիմա որոշել խստացնել եւ ընդհանրապես դուք ինչպես եք վերաբերում այս հարցի Տիկին Հակոբյանի կողմից այսպեսի մեծ լայն արձարծմանը։ Նախ ես հունիսի 5-ին հրահանգ չեմ տվել, ես հունիսի 5-ին ձևավորել եմ եզրափակիչ հայաստանյան այցի արդյունքներով Քարոզարշավի առաջիկա պետության անելիքների օրակարգի մի հատված։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով, որտեվ ես ուր գնում եմ, էլի ուզում եմ ձեզ, այսինքն դուք մի մասում ներկա եք եղել, ինձ համար ամենամեծ դժվարությունը եղել է այն, որ մարդիկ ինձ առաջ հարց են դնում, ասում են կոռուպցիոներները, թալանածները երկիրը ինչի պատասխանատվություն չեն կրում։ Եվ ես մարդկանց մինչ բացատրում եմ, ասում եմ, գիտեք,
դատական, իրավական համակարգը, չգիտեմ ես, չգիտեմ են, օրենսգրքի ինչ հոդվածի երկրորդ պարբերության 6-րդ տողում sense բանա գրած, մարդիկ ասում են ձեռ ես առնում մեզ ոնց որ։ Եվ այդ հարցը այնքան է սրվել քարոզարշավի ընթացքում, որ ես ստիպված եմ եղել եզրափակիչ մեր հանրահավաքը 35-40 հազար մարդու ներկայությամբ դա ձևակերպել որպես օրակարգ եւ մարդկանց էլ ասել են, «Էսա գնացեք, սրա օգտին քվեարկեք»։ Իրավապահ համակարգը, ել եմ ասում, անկախ է ումից, իրավապահ համակարգը կարա անկախ լինի կառավարությունից եւ անկախ է ազգային ժողովից, բայց պետությունից ու ժողովրդից չի կարա անկախ լինի։ Եվ պետքա պետության եւ ժողովրդի շահերին ծառայի։ Եվ պետքա ծառայի։ Ինչ վերաբերում դուք ինձ ասում եք դատում եք ժամկետը անցած։ Ես կներեք, ես մանրամասները չգիտեմ, բայց մի րոպե կներեք։ Ես դժվար եմ պատկերացնում, ես չեմ կարող հավատամ, որ մեր իրավապահ քննչական մարմինները եւ դատախազությունը եւ օպերատիվ մարմինները ու պրոֆեսիոնալիզմը ես գիտեմ, կարող են այդպիսի բան անել։ Ոնց կարա տենց բան լինի։ Ինչ։ Իրանց ում։ Ես քիչ առաջ շնորհակալություն հայտնեցի այն մարդկան։ Եկեք իսկապես դուք ավարտեք, որ ես է հարցնեմ։ Այո, ես խոսում եմ օրինակ նախկին գլխավոր դատախազի մասին։ Ես խոսում եմ ԱԾ-ի նախկին ղեկավար կազմի մասին, որ դուս են եկի հայտարարություններ են անում։ Եվ ես իմանալով մեր այսօրվա եւ որպես ոչ որպես վարչապետ, որպես քաղաքացի, մեկը այն քաղաքացիներից, որ կանգնած է եղել հանրապետության հրապարակում, ես էլի շնորհակալություն հայտնեցի մեր դատաիրավական համակարգի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ի վերջո այս բացահայտումները արել են։ Ես չեմ կարող հավատամ, ես բացառում եմ ուղղակի, ես չգիտեմ, դա իմ գործը չի բան անել, իրավական անալիզի ենթարկել, բայց ես չեմ կարող դրան հավատամ, դա բացառված է, որ չգիտեմ, անիրավաչափ հիմքերով իրանք որևէ բան անեն։ Դա պարզապես բացառված է։ Եվ էլի, բայց էլի ուզում եմ ասեմ, ի վերջո այդ թվում դուք, ի վերջո վերաբերմունք ձևավորեք։ Այսինքն ձեզ համար նորմալ է, որ մարդ կարա գա երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատի եւ դառնա միլիոնատեր դոլարային, ձեզ համար դա նորմալ է։ Ասեք, որ նորմալ է ձեզ համար։ Ասեք, որ նորմալ է։ Գրեք, բարձրաձայնեք, մի բան արեք, այսինքն դրանով ինչ անում եք, բայց այդ նյուանսն է փաստողեք։ Գրեք ձեր լրատվամիջոցներում, որ այո, ինչպես են ազնիվ վաստակը Ռոբերտ Քոչարյանի, չէ՞ որ նրանք Հենրի Ֆորդից էլ տաղանդավոր բիզնեսմեն են։ Նույնիսկ Հենրի Ֆորդը ասում էր, ինձ մի հարցրեք առաջին 1 միլիոնը որտեղից մնացածի հաշվետվությունը ես ձեզ կտամ, այս մեր սուպեր բիզնեսմեններն ասում են, մեզ մի հարցրեք։ Դա նորմալ է։ Եթե նորմալ է, բայց խի միլիոնատեր չեմ ժողովուրդ։ Այ եկեք հիմա անդրադառնանք այն, որ գրում էիք, որ չգիտեմ, կամ կներեք, ով որ գրում էր, որ ես Ֆրանսիայում առանձնատուն ունեմ, որ Աննան Կանադայում առանձնատուն ունի, որ չգիտեմ որտեղ ինչ ունեմ, այդ ամեն չգիտեք ինչի համար է։ Դրա հեղինակն էլ էին իրանք, ցույց տալով, որ դա նորմալ է, որ գալիս է այդտեղ հայտնվում ես, պետք է սկսես միլիոնատեր դառնալ, որ դա նորմալ չի։ Եվ չի լինելու այդպես։ Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց մասին դուք ասացիք, ես մեկ ընդմիշտ ասել եմ, Հայաստանի քաղաքացիները, եթե համարում են, որ սխալ է տեղի ունենում եւ պետքա կանգնեցնեն, իրանք իրավունք ունեն հեղափոխություն անեն։ Ունեն այդ իրավունքը։ Թող հանուն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների Կալուգացի օլիգարխի եւ Սերժ Սարգսյանի վաստակած ազնիվ վաստակի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե համարում են, որ պետք է պաշտպանեն նրանց ազնիվ վաստակը, թող դուրս գան փողոցներ եւ պաշտպանեն ամենայն հարգանքով եւ լրջությամբ եմ ասում, մեզ էլ
հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից, բերեն իրանց սիրելի եւ ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, բերեն տեղավորեն այս կառավարման շենքերում, մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն։ Ես օքեյ եմ այս սցենարի հետ։ Եթե իրանք դա են ուզում, ժողովրդի որոշումը ինձ համար ընդհանրապես քննարկման ենթակա չի։ Հա, երկրորդ հարցը, ինչու հիմա երևի հարցը ճիշտ է Աննային տալ, ինչու հիմա։ Ոնց եմ ես վերաբերվում։ Ես վերաբերվում եմ հետևյալ կերպ, կարծում եմ, որ շատ խիզախ բան է անում Աննան, որովհետև մենք բոլորս գիտեք ինչ կա մի ճշմարտություն, որ բոլորս գիտենք, բայց այդ մասին ընդունված չի խոսել։ Եվ ամենամեծ խիզախությունը բոլորիս հայտնի եւ բայց տենց ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանն էր ասում, համաձայնության գաղճ մթնոլորտում եւ լռության գաղճ մթնոլորտում պահելն է։ Դուք բոլորս, մենք բոլորս գիտենք, ընդ որում պարտադիր չի, որ մենք ամբողջ ծավալով իմանանք, որովհետեւ ժամանակակից գիտությունը եւ ժամանակակից տեսությունը շատ հազարավոր բաներ կան, գրքեր կան այդ թեմայով գրված։ Ասում եմ, որ բռնությունը մենակ չնայած այս դեպքում իհարկե առաջին հերթին ֆիզիկական բռնության մասին է, բայց մենակ ֆիզիկականը չի բռնությունը, բռնությունը շատ ավելի բազմաշերտ երևույթ է, որը մենք նույնիսկ չենք ճանաչում, մեր իրականությունը չի ճանաչում։ Եվ ես կարծում եմ, այո, այն պայմաններում, երբ որ Հայաստանի բնակչության մեծ մասը կանայք են եւ այդ նշանակում է մեր երկրի տնտեսություն եւ ընդհանրապես մեր երկրի զարգացման հիմնական ներուժը կանայք են, մենք պետք է կարողանանք կանանց պաշտպանել, այդ թվում ընտանեկան բռնությունից եւ մեր ընտանիքները պաշտպանել, որովհետեւ դա իր հերթ բերում է հետևանքներ եւ կանանց եւ տղամարդկանց եւ երեխաների համար եւ դա է իմ դիրքորոշումը դա է եւ մենք պետք է առերեսվենք այս խնդրի հետ անպայման պետք է առերեսվենք եւ ձեզ էլ կոչ եմ անում ակնհայտ բաները որոնք դուք գիտեք բայց որոնց մասին ընդունված չի խոսել ինչ եք լռության մատնում հիմա Աննան դրա մասին խոսում դրա համար փորձարվում դրա շուրջ այլ մթնոլորտ ձևավորել շատ լավ նախկինում ուրիշները թող բավարար չափով լրատվամիջոցները քաղաքական ուժերը դրա մասին խոսեին թող բոլորը խոսեն եւ իրենց դիրքորոշում ասեն բայց ճշմարտության լեզվով խոսեն Փաշինյան նախորդ հարցոպատասխանին դուք խոսեցիք Տիգրան Աշրյանի մասին այն անվանելով քյարքի եթե այն եւ մյուս տարածքները դուք համարում եք անկլավներ եւ ըստ ձեզ դրանք պետք է վերադարձվեն Հայաստանի օկուպացված տարածքները վերադարձնելուց հետո թե ինչպես եւ ընդհանրապես ինչու օրինակ կառավարության նիստում որպես առաջնահերթություն շեշտված չի ձեր պաշտոնավարման օրոք Հայաստանի տարածքների զավթված տարածքների մասին խոսքը 248 կիլոմետրից ավելի մասին է եթե եւ ինչու եք դուք անկլավների թեման բարձրացնում որտեղ դրանք հետագայում պոտենցիալ կոնֆլիկտի առարկա են ինչու չեք խոսում անկլավների փոխանակման մասին եթե խոսում եք եթե բերել եք քաղաքական օրակարգ միգուցե դրա մասին չեք ասում եւ երկրորդ հարցը 2021-ի կառավարության ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունները բնորոշվում էին որպես ռազմավարական դաշինք, մինչդեռ նոր ծրագրում այդ մասին խոսք չկա, խոսվում է միայն գործընկերային հարաբերությունների վերափոխման մասին։ Ինչ բովանդակային փոփոխություն է ենթադրում այդ ձևակերպումը եւ արդյոք սա նշանակում է հրաժարում ռազմավարական դաշնակցի կարգավիճակից։ Ես վերադարձի մասին չեմ խոսել, ես ընդհանրապես ասել եմ քյարքի։ Ես ասել եմ քյարքի։ Արձանագրելով, որ կա այդպիսի տարածք։ Պատկանել, ես ինչ եմ ասել եմ, որ
Հայաստանի միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրը միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Այս թվաբանության մեջ չեն մտնում անկլավները, 3 անկլավային տարածքները Ադրբեջանի, մեր էքսկլավային Արցվաշենը մտնում է։ Հիմա եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է մենք ասում ենք, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր չի, այլ օրինակ 29755 քառակուսի կիլոմետր է։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել, ուղղակի չէ, բայց անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Դուք շատ ճիշտ նշեցիք, ինչ ասացիք կոնֆլիկտի պոտենցիալը։ Ես ինչի եմ այս ամեն ինչը ասում արժանանալով ձեր հարցը նորմալն է, արժանանալով ձեր հանդիմանական հայացքներին, քննադատություններին, հերթական դավաճանության եւ հողատվության մասին պնդումներին, ձեր չընդդիմության կամ գուցե դուք տեքստերում գրում եք տենց, ինչ եմ այս ամեն ինչը անում, մազոխիստ եմ, ոչ ես դա անում եմ հենց ձեր ասած վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար։ Ես ազգային ժողովում էլ դա ասացի։ Ինչի եմ ես դա անում, որովհետև ես նայում եմ, որ կան ուժեր ներքին եւ արտաքին, որ մտածում են ոնց փլուզեն այս հաստատված խաղաղությունը։ Եվ ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որի ներվը փորձ է արվում եւ արվելու օգտագործել փլուզելու համար խաղաղությունը էսկալացիա մտցնելու համար։ Ես կոպիտ կներեք այդ բանի բժշկական զուգահեռի համար, ես այդ թեմային ներվը հանում եմ, որպեսզի դա հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել։ Ես չեմ հիմա քննարկում են արդեն, ես չեմ խոսել, որ մենք հիմա ես ավելին ասեմ, Ադրբեջանի հետ մենք այս թեմայով քննարկում չունենք այս պահին։ Բայց մենք ունենք ընդհանուր բանի խնդիր, սահմանազատման խնդիր։ Որովհետև եթե մենք այսօր չասենք քյարքի, նշանակում է մենք ջերմուկի այդ օկուպացված տարածքներից հրաժարվում ենք, որովհետև առաջա գալիս սկզբունքով ինչ գրավել է, դե Իրանն է, դե գրավել ենք։ Նախ եւ երկրորդ դա կոնֆլիկտային սկզբունք է։ Հիմա երբ որ այս ներվը հանել ենք, իսկ իմ կարծիքով արդեն հանված է այդ ներվը։ Վերջ, այս թեման այլևս անկլավների, էքսկլավների թեման վերջին թեման էր, հիմա այլև ընդ որում ես այս թեմային անդրադարձել եմ նաև նախընտրական շրջանում։ Այս էլ է շատ կարևոր ներկայություն։ Այս այն վերջին թեման էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, վերջ խաղաղությունը փլուզելու ոչ մի տարբերակ այլևս չկա։ Սա այս հատվածով։ Հիմա գործնականի մասով այսօր երեք նման քննարկումներ ընդհանրապես չեն եղել։ Եվ առաջիկայում, բայց կա ֆունդամենտալ մի հատ կարևոր բան։ Դա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է վավերացված երկու երկրներում։ Հիմա անկլավների եւ սահմանազատման թեմաների հետ կապված մենք ունենք իրադրություններ, որ կարող ենք ճանապարհներից զրկվել։ Բոլորդ գիտեք։ Բայց հարգել լրագրողներ, Ադրբեջանն էլ ունի տենց իրավիճակներ։ Մենք անդադ մեր դիրքից ենք նայում, մեզ թվում է թե այդ նույն խնդիրներից իրանք չունեն, իրանք էլ ունեն նման խնդիր, հա? Չէ, մերը ինչով է սրված մերը։ Ներոց դեր ազգանը Թոսունյան է, պարոն Թոսունյան, չկա տենց բան, որ մեր մի քանի մարզ, ընդհանրապես ես ձեզ ասեմ, այս առումով զուտ բնակավայրերի հետ կապված, մեր իրադրությունը, այդ թվում վերջին տարիներին մեր կայացրած որոշումների եւ ենթակառուցվածքային ծրագրերի մասով շատ ավելի լավ է, քան Ադրբեջանն է։ Իմ խնդիրը այս թեմայի ներվը հանելն է, համ հանրության համար, համ հանրությունների համար, համ կառավարությունների համար, որ մենք երբ որ սահմանազատումը
շարունակենք արդեն գետնի վրա անել, մենք հանգիստ գնանք իրար հետ էլ քննարկենք, ժողովրդի հետ էլ քննարկենք, գնանք ասենք ժողովուրդ էլ եկեք նստեք, նույն բանի հիշում եք բանի պատմությունը, Կիրանցի հետ կապված, Կիրանցի հետ պատմությունը ես գնացի մարդկանց հետ խոսացի, բայց այդ ժամանակ ահավոր նյարդային մթնոլորտ էր, ահավոր նյարդային մթնոլորտ էր, որովհետև այդ իրադրությունը դե մի քիչ այլ հանգամանքներում էր ծագել, բայց հիմա ես այդ թեմայի նյարդը հանել եմ վերջ, էլ այդ թեմայի շուրջ նյարդ չկա, հիմա այլ փորձ են անում, գնում են բանը, երեք էլ իմացել եմ բանն է, Կտրիչ Ներսիսյանն է պատվիրակություններ է ուղարկել տարբեր գյուղեր եւ բնակավայրեր, նոր հեղափոխություն մեկնարկելու բանով, Բագրատի հեղափոխությունից պրծանք հիմա էլ էսա սկսելու է Կտրիչի հեղափոխություն, գալու աստեղ ասի 15 րոպե եմ տալիս, նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս, սրա մասին է խոսքը, այսինքն իրականում այսօր նախորդող շրջանում ոչ մի բանակցություն այդ թեմայի շուրջ չի եղել է նախկինով, եղել է մտքերի փոխանակություն, եղել է բանի սահմանազատման սցենարներ, ոնց գնանք մենք առաջ, բայց անկլավների հարցը ինչ ենք անելու, ընդ որում ասում եմ, այդ թեմայով հրապարակային ավելի շատ խոսակցություն գնացել, երկու երկրներում է, քան բանի շուրջ, եւ հիմա ես շատ ուրախ եմ, որ ըտեղել եմ կարեցե քայլ արել, համարձակություն դրսևորել, այդ ասեմ, որ լարվածությունը դառնա 0, հիմա մենք եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը կլուծենք սրանով այն խնդիրը, որը ձեզ մտահոգում է եւ բոլորին է մտահոգում։ Սա կդառնա մի հատ սովորական աշխատանքային հարց, որը ես համոզված եմ լավագույն ձևով կլուծվի, որովհետեւ Ադրբեջանն էլ ունի խնդիրներ, մենք էլ ունենք խնդիրներ, եւ այդ խնդիրները պետք է նստենք ուղղակի իրար հետ հանգիստ քննարկենք։ Եվ փոխադարձ ընդունելի զիջումներ կանոնակարգի համաձայն հիշեցնեմ, որ կանոնակարգում ասվում է, որ բանը սահմանազատումը պետք է այնպես արվի, որ մարդկանց ապրող բնակավայրերի կյանքի համար բան չստեղծի, անհարմարություններ, այսինքն մարդիկ ռեալ պետք է սահմանազատման արդյունքում գաղթեր եւ տեղահանություններ պետք է չլինեն։ Բայց այս հիմա էս էլ չմեկնաբանվի որևէ կերպ, ես տենց կոնկրետ նկատի չունեմ, պետք է մարդիկ ապրեն, եւ գնալով մարդիկ պետքա լավ ապրեն եւ դրա համար պետքա խաղաղություն։ Եվ մենք հիմա աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, եւ ես եմ վերջին թեման էր, որ կարա ռիսկի տակ դնել խաղաղությունը, այդ թեմայի հարցն էլ մենք լուծեցինք։ Դե հարգելի գործընկերներ, ձեր աչքի առաջ է եղել 2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո, որովհետեւ ասել, որ ռազմավարական գործընկերություն է, դա պետք է նշանակի, չէ՞, բա հիմա ես որ գրեմ ռազմավարական գործընկերությունը, երբ որ դուք հարցնեք, բա 2022 թվականին ՀԱՊԿ եւ Ռուսաստանի Դաշնությունը անվտանգային ոլորտ իրենց պարտականությունները չկատարեցին, ինչի չկատարեցին, ես ինչ պատասխանեմ ձեզ։ Դուք մեզ գերազանցեցիք ձեր պատասխաններով, ավելի երկար կա։ Դե որովհետեւ բանը տառապանքս փորձ ունի, որովհետեւ մի քիչ կարճ եմ որ պատասխանում, ինչ որ նյուանս բաց եմ թողում, այդ նյուանսի շուրջ ձևավորվում է մի հատ նոր դավադրության տեսություն, այդ տեսակ, այստեղ այնուամենայնիվ այս նախադասությունը չասես, դա նշանակում է, որ էս Վերջո հարցնամ էլի։ այսօր հասնելու է հերթ բոլորին, թե չէ։ Որտեղ ժամանակ կա։ Եթե թույլ տաս վայջան։ Դեռահագին ժամանակ կա։ Չեմ ուզում ձեր ժամանակ տան, որ հա։ Պարոն վարչապետ, 3 խորհրդարանի ամբիոնից Տարոն Չախոյանը ձեր թիմակից հայտարարեց, որ իրավապահ համակարգում կան մարդիկ, որոնք ծառայություններ են մատուցում Քոչարյաններին եւ նրանց ընտանիքին, եւ մենք կտրելու ենք նրանց ձեռքերը։ Նախ ուզում եմ հարցնել, որտեղից այդ տեղեկությունը, դուք կոնկրետ տեղեկությունների տիրապետում եք եւ երբ եք պատրաստվում կտրել նրանց ձեռքերը, եւ ուզում եմ ասել, որ ստացվում է դուք 8 տարի լինելով երկրի իշխանության չեք կարող
կարողացել ստեղծել, իրականացնել իրականում դատական համակարգում այնպիսի բարեփոխումներ, որ հնարավոր չլինի այդպիսի, այսպես ասած, սլիվներ անել նախկին իշխանության ներկայացուցիչներին, համեմատում են օրինակ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեպքերը, ասում են նրանց երկուսի նկատմամբ 2018-ից հետո քրեական հետապնդումներ հարուցվել են, քրեական գործեր եղել են, բայց ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը գեթ 1 օր չի եղել անազատության մեջ։ Ասում են իշխանությունը ձեզ փոխանցելուց առաջ դուք նրան տվել եք երաշխիքներ։ Ինչ երաշխիքներ եք դուք տվել Սերժ Սարգսյանին, պարոն Փաշինյան, ինչպես նաև ուզում եմ ասել, որ հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանը եւ Հեղափոխությունից հետո այդ երաշխիքները, որ տվել եք Սերժ Սարգսյանին, դրանց վերաբերյալ կոնկրետ ձեր ընդդիմախոսներն են մեջբերումներ անում, հիշատակում են այդ երկու դեպքերը եւ լավ, այս երկու հարցին պատասխանեք։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը նույն մաֆիայի պարագլուխներն են։ Եվ նրանք պետքա պատասխան տան հավասարապես։ Ինչ է տակրում, լսեցիք ինչ ասացի։ Լսեցիք, ինչ տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, պետքա տեղի ունենա նաև Սամվել Կարապետյանի հետ եւ Սերժ Սարգսյանի հետ։ Պարզա, տեղ թողեցի, դավադրության տեղ թողեցի, բայց ես եմ այդ հարցնում։ Բայց էլ եմ այդ հարցնում։ Ասում եմ, լսեք, ո՞նց է, չեք կարողացել։ Այո, որովհետև Հայաստան մենք հարգել ենք եւ հարգում ենք իրավակարգը, որովհետև դատա իրավական համակարգը անկախ է, որ իմ ձեռն ելներ իմ որոշումների։ Իրանք 2018 թվի մայիսի 10-ին շուտ է, որոշ 2018 թվի ընթացքում բոլորը նստած կլինեն մինչև այսօր։ Մի 2 տարի հետո պայմանական վաղաժամկետով դուրս գալու ժամկետը կարող է լրանալ։ Եթե իմ, ինչպես դուք եք նշում, գործունեության բանը լիներ, ոլորտում լիներ, բայց Հայաստանում մենք ասել ենք, չէ, հարգում ենք իրավակարգը, անկախ է։ Դատախազությունը անկախ է եղել, թող նախկին գլխավոր դատախազը ասի, որ տենց չի եղել։ Թող որևէ մեկը ասի, տենց չի եղել։ Մենք ֆինանսավորում ենք ավելացրել, աշխատավարձ ենք ավելացրել, ինչ որ պետքա տվել, բայց էլ եմ հարց տալիս։ Ոնց է գնում, որ մի հատ խեղճ ու կրակի բռնում են, տանում են 20 տարի նստացնում են, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվում են Հայաստանի դատական համակարգով։ Ոնց, ձրի։ Ոնց է ալնում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում է, դատավորը լկտիաբար այնքան դատը բան է անում, հետաձգում է, որ ինքը թոշակի գնա, որ այդ ամբողջ իրավական process-ը զրոյանա։ Ձրի, լուրջ եք ասում։ Հիմա եթե հրահանգի հարցա, ես դատա իրավական համակարգին ոչ թե հրահանգում, այլ պահանջում եմ։ Մանավանդ որ այդ դատավորը արդեն թոշակի է գնացեք իրա եւ իրա ընտանիքի ամբողջ ունեցվածքը նայեք։ Հայաստանում, Հայաստանից դուրս։ Մենք հիմա միջազգային հակակոռուպցիոն ցանցերի հետ համագործակցում են Հայաստանի իրավապահ համակարգը։ Գնացեք այդ դատավորի իրազգականն, ինչո՞մ են զբաղվում։ Կարող է բարձվի էլի տաղանդավոր բիզնեսմեններ են, ամեն մեկը միլիոնատեր եւ միլիարդատեր։ Բոլորի հետևից գնալու ենք։ Բոլորի հետևից պետքա գնանք, բոլորի հետևից։ Իրանց զոքանչների, քենիների, աներձակների, բոլորի հետևից գնալու ենք։ Պետք է բացատրություն տան։ Ինչ են հանցագործները իդեմը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ։ Ինչի։ Ես եմ ասել, որ ազատության մեջ պետք է առնեն։ Ժողովուրդը կասկածում է, թե ես իրանց հետ կուլիսային գործարքների մեջ եմ։ Եռագլուխ, քառագլուխ, որ եռագլուխ ասում ենք, ում ենք հաշվում, 1, 2, 3, իրականում հնգագլուխը Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան,
Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան եւ Կտրիչ Ներսիսը։ Ժորժ ջան, ես ինչ ասեցի, ինչ նորություն կա։ Քարքին թարմացրել այդ թեման, շատ հստակ տասնյակ անգամներով բացատրեցի։ Հայաստանի Հանրապետության շահերից եւ ինքնիշխան տարածքի հետ կապված որևէ զիջում բացառում եմ։ Եթե որպես զիջում նկատի ունեն Ղարաբաղի հարցը, ելի եմ ասում, հպարտեմ, որ Հայաստանին եւ հայ ժողովրդին այդ թակարդից հանել եմ։ Հպարտեմ։ Հա, ձեռքերը կտրելու։ Բառից փոխաբերական իմաստով կիսում եմ այդ տեսակետը։ Այն դրանց խլուրդ են ասում, չէ՞, իրավապահ համակարգում խլուրդ, որ ներսից ինֆորմացիա դուրս տալի։ Չկասկածեք, այ իրանց հետևից է։ Ես ասացի արդեն, չէ, ասի չեմ նախանձում իրանց։ Որովհետև այո պետության ու ժողովրդի 8 տարվա զայրույթը իրանցից հանելու ենք, իհարկե որևէ ապօրինի բան չանելով։ Ու ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ, այդտեղ դրել եմ խնդիր, ասել եմ գտեք։ Եթե կոնկրետ ժամկետում չգտակ, ուրեմն բոլորը լինելու են ես համար, ում նայեմ ասելու եմ ուրեմն ինքն է։ Ունդեղ որտեղ իմ որոշումների տիրույթում է, որոշումներ եմ կայացնելու։ Ուղղակի։ Չգիտեմ ինչ ընթանում, ինչ է տակրում, ինձ պետք են անուններ եւ ապացույցներ։ Եթե այդ անուններն ու ապացույցները չեղավ, ես ուղիղ ասում եմ իրավապահ համակարգի իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու, այլ որ չասեք զանգվածային, մտնելու եմ շենք, ով աչքից դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու ազատելու, հա, սպառնում եմ, ահա որ սաստիկ ձևի սպառնում եմ, սաստիկ, չկատակ չեմ անում, բոլոր հնարավոր, ասացի որ ով իմ որոշման տիրույթում է, լսեցիք, ասում եմ ով իմ որոշումը, ես դատախազ չեմ նշանակում ազատում, ով իմ որոշման տիրույթում է, կամ ես եմ նշանակում, կամ նշանակում է նա, ում ես եմ նշանակում, զանգվածային այդ տեսեք ուղիղ ասում եմ, ու ժամանակը գնում է, այդ ինֆորմացիա արտահոսքի աղբյուրները չեղավ, զանգվածային ազատումներ են լինելու համակարգում, են կանխավարկածով, որ ոնչ էլ լինի, դա ազատվածների մեջ կլինի։ Իմ թույլտվությամբ, առանց իմ թույլտվությամբ, շատ լավ, լավ։ Համար մի նայրավազարյան համեցեք, հագերի գործոկերատեր, Էմոցիա է, էքսպրեսիա է։ Գիրք։ Կրկոտ լրագրողներ են։ Ես կրկոտ հռետոր եմ, իրանք է կրկոտ լրագրողներ են։ Պարոն Փաշինյան, օգոստոսի 24-ին Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը գործարկվեց, ինչի հետևանքով արդեն երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի տակ վտանգի տակ հայտնվեցին երրորդ երկրների բանկերը, արգելափակվեց նաև իրանական էներգետիկ սեկտորը։ Հիմա հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանի խոշոր առևտրային գործընկերն է, Հայաստանի կառավարությունը քննարկել է այդ ռիսկերը կենտրոնական բանկի հետ, կան արդեն պատրաստված միջոցառումներ, կարող ենք ասել, որ մեր բանկային համակարգը պաշտպանված է։ Եվ երկրորդ, Երևանը ունի Վաշինգտոնից երաշխիքներ, որ Իրանի եւ Հայաստանի մեջ իրականացվող գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը, ռազմավարական բարտերային ծրագիրը չի հայտնվի հարվածի տակ։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, գիտեք ինչ, մեր բանկերը սանկցիոն առումով շատ բարձր կարգապահություն ունեն, շատ բարձր կարգապահություն ունեն։ Մեր բանկային ֆինանսատնտեսական ոլորտի կարգապահությունը այնքան բարձր է, որ նույնիսկ կան փորձագետներ, ովքեր ասում են դե լավ, հա, այդքան չափազանցրած, այդքան կարգապահությունը ինչքանով է արդարացված, բայց փորձ ցույց է տալիս, որ արդարացված է։ Ես ֆինանսա
բանկային համակարգի հետ կապված ընդհանրապես ոչ մի մտահոգություն չունեմ, որովհետև իրանք ճշգրիտ աշխատում են ճշգրիտ կանոններով, ամենաբարձր ստանդարտներով։ Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, իհարկե որոշումները շատ բազմաշերտ են, պետք է այդ որոշումների բովանդակությանը ծանոթանալ, որովհետև կանխավարկած վերնագիրը ուրիշ բան է եւ որոշումները ուրիշ բան է։ Եվ բուն իրականության կոնկրետ գործարքների վրա դա ոնց է ազդում, դա կամ կարա ազդի, կամ ինչ ռիսկեր կան, կամ ինչն է, որ ընկնում այդ ձևակերպման տակ, դա արդեն հետագա աշխատանքի բան է, խնդիր է, եւ այդ աշխատանքը արվում է, եւ քանի որ նոր է process-ը եւ ծավալուն է, մենք հիմա դա վերլուծելու ընթացքի մեջ ենք, այդ թվում մեր գործընկերների միջազգային աջակցությամբ, որպեսզի ճիշտ հասկանանք ամեն ինչ եւ ամեն ինչ լինի ճիշտ։ Ես ասացի, մենք հələ պետքա բովանդակությունը հասկանանք, երբ որ բովանդակությունը հասկանանք, կարող է ոչ մի բանի դիմելու կարիք էլ չլինի, որովհետեւ նախկինում էլ ա եղել տարբեր, տեսեք, մենք նույն սանկցիաների հետ կապված, ասենք օրինակ Ռուսաստանի դեմ սանկցիաներ են կիրառվել, մենք ԳԱՏՄ անդամ լինելով մեր առևտրաշրջանառությունը կազմակերպել ենք եւ տենց հնչել է, բայց հետո շատ բաներ տեսել ենք, որը վերաբերվում է մեր բուն առևտրատնտեսական գործունեությանը, սանկցիաները չեն առնչվում իրանց հետ, բայց այդ փաստաթղթերը իրանք շատ ծավալուն եւ տեխնիկական բնույթ ունեցող փաստաթղթեր են եւ նախ պետքա դա փորձագիտական վերլուծության ենթարկել, երբ որ մեր փորձագետներ, ընդ որում մի այսպիսի առանձնահատկություն էլ կա, որոշումները նաև պատահել է նախկին փորձից եմ ասում, փոխվում են։ Այսինքն իրան նրբություններ կան, որ նաև փոխվում են, այսինքն սա աշխատանքային process է, որը շարունակաբար պետքա տեղի ունենա։ Բոմ վարչապետ, նախ խնդրեմ հստակեցնեք, քիչ առաջ ասացիք, որ կաթողիկոսը ինչ-որ պատվիրակություններ ա ուղարկել, ինչի մասին է խոսքը, կարծես մենք նման տեղեկության չենք հանդիպել։ Հետո իմ բուն հարցերը ազգային ժողովում ասացիք, որ երկաթուղիների հետ կապված $400 միլիոն առաջարկ կա։ Այդ թիվը հնչեցրել եք, որ Հայաստանը վաճառ։ Եթե նման առաջարկ կա, ու ռուսական կողմն էլ ասում է, որ պայմանագրի խզումը $300+ միլիոն տուգանքի կհանգեցնի։ Եթե ամեն ինչ այդքան հրատապ է, ինչի հայկական կողմը, ու գիտենք, որ հրատապ է այդ մրցակցությունը ապահովելու համար, ինչի շատ ավելի կտրուկ քայլերի Երևանը չի դիմում, եթե իրոք նման առաջարկներ արդեն կան։ Երկրորդ հարցը TRIP-ի մասնակցության ձևաչափեր այլ երկրների հետ, երրորդ երկրների մասնակցության հարց, այս պահին քննարկվում է, վերջերս դուք Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաև այդ տրանսպորտային համակարգերի հարցում համագործակցությանն եք անդրադարձել, արդյոք նաև TRIP-ի հարցն է շրջանառվել, թե ոչ։ Եվ եւս մի հարց է, Լաչինում հանդիպում եղավ հայ եւ ադրբեջանական էներգետիկ գերատեսչությունները համակարգող պաշտոնյաների միջև, որից միայն հայտնի է դառնում, որ արտահանման ու ներկրման հնարավորություններն են քննարկել, հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ ավելցուկային հոսանք են արտադրում։ Կոնկրետ ինչ է քննարկվել, Հայաստանը պատրաստվում է ադրբեջանական հոսանք ներկրել, թե գուցե ընդհակառակը վաճառքի հեռանկար է բացվել։ Կաթողիկոսի հետ կապված մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել շոշափելու համար, ու հոգևոր քաղաքական, չգիտեմ ինչ շորերով են գնացել, որպեսզի զոնդաժ անեն, այսպես ասած, հասարակական քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը 2024 թվականի process-ների նմանությամբ։ Երկաթուղու հետ կապված նախ գիտեք, որ մենք հարցը հրատապ է, բայց այնպես չի, որ մենք ժամանակ չունենք վերջ։ Այսօր ժամը ասենք ենթադրենք 2-ին, մենք նախ գիտեք, որ process-ներ ենք սկսել Ախուրիկի եւ Երասխի հատվածում Գյումրի միջև Գյումրիում եւ Արարատում ամբողջացնելու, վերականգնման աշխատանքներ անելու, դա կտևի ինչ որ մի ժամանակ եւ այդ ընթացքում մենք շարունակում ենք աշխատել։ Այսինքն շատ ակտիվ աշխատանք քննարկումներ ա տեղի ունենում, այնպես չի, այսինքն աշխատանքային process-ներ գնում են,
Եվ այո, քննարկումների մեջ էլ հիմա այնպես չի, որ մեկը գրավոր պարտավորագիր է տվել կամ գրավոր առաջարկ է տվել, որ ես 400 միլիոն դոլար պատրաստ եմ վճարել։ Բայց այդպիսի բանավոր մակարդակում, այդպիսի, գիտեք ինչ կա քննարկում, որ կա չէ, որ մոտավորապես գնանշում է արվում, իսկ այս կներեք կոպիտ ասած այս ապրանքը ինչքանով կվաճառվի։ Եվ ասվում է օրինակ 350-400, այն մյուսը, որ մեր կարծիքով հետաքրքրված է, իսկ ինչ եք մտածում այս գնի մասին։ Հա, կարող վատ գին չի թվում, լավ գին է թվում, արդար գին է թվում, այսինքն այս ժանրի խոսակցությունն է, որը կզարգանա, միանշանակ կզարգանա, եւ ավելի պաշտոնական մակարդակներում էլ է դա խոսվում, քննարկվում։ Ղազախստանի մասով, թրիփի մասով քննարկվել է հարցը, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ թրիփում մասնակցությունը, ներգրավվածությունը ներդրումային, իհարկե այնտեղ ներդրումային հնարավորություններ լինելու են, հստակ սահմանված է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ, այսինքն երրորդ կողմերը կարող են ներգրավել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ։ Հիմա տարբեր երկրներ ցուցաբերում են էլի հետաքրքրություն, բնականաբար մենք ցուցաբերված հետաքրքրությունը ողջունում ենք, բայց պետք է նաեւ քննարկենք արդեն կոնկրետության մեջ, որովհետեւ այնուամենայնիվ ներդրումային ծավալը մեծ է, բայց անսահմանափակ չի եւ պետք է հասկանալ ով ինչ ներդրումային փաթեթ է, ներդրումային ծրագիր է առաջարկում եւ ընտրել լավագույնը։ Եվ մի հատ էլ եք հարցնել։ Հա, Լաչինում հանդիպումը, դե գիտեք, հոսանքի տարբեր բաներ կան, ռեժիմներ կան։ Եվ երբեմն լինում է, որ երկրները ավելցուկ են ունենում, երբեմն լինում է, որ պահանջարկ են ունենում, նաև նկատի ունենալով արհեստական բանականության ոլորտի Հայաստանի ներդրումները, մեզ պետք է նաև լրացուցիչ հասկանալ, եթե անհրաժեշտություն լինի, հնարավորություն կա որևէ տեղից էլեկտրական էներգիա ներկրել։ Այդ թվում Ադրբեջանից, մենք նման թեմա քննարկում ենք Վրաստանի հետ, մենք նման թեմա քննարկում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք նման թեմա քննարկում ենք Թուրքիայի հետ, եւ մենք ավելին ասեմ, գիտեք, որ նախագիծ կա, որը Եվրամիությանն է ֆինանսավորում, եւ Վրաստանի հետ սահմանին փոխակերպիչ կայան է կառուցվում, որ հոսանքի արտահանում ներմուծումը ավելի հեշտանա։ Պարոն վարչապետ, կրկին անցնենք Ռոբերտ Քոչարյանի թեմային, գործընկերներս այդ հարցը ուղղեցին, սակայն ինչպես պնդում են փաստաբանները Քոչարյանամերձ եւ առասարակ ընդդիմադիրները, սա քաղաքական հաշվեհարդար է։ Այս մասին դուք ինչ կասեք, նաեւ առաջիկայում նման աղմկահարույց ձերբակալությունների էլի սպասենք, թե ոչ։ Գիտեք, դա քաղաքական նախորդ այն, որ 8 տարի այս փաստերը չեն հասցեագրվել, դա քաղաքական հաշվեհարդար է կառավարության նկատմամբ, կառավարող մեծամասնության նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ անձամբ իմ նկատմամբ։ Դա քաղաքական հաշվեհարդար է, մաֆիայի քաղաքական հաշվեհարդարն է մեր նկատմամբ հեղափոխության համար։ Այն որ այդ գործերը 8 տարի տենց սենց մեզ անընդհատ մոլորեցնելով ձգել են եւ ասել եմ, այդտեղ ոչ միայն փողն է աշխատել, փող աշխատելա մեկ ամեն անգամ ասել են, ահա, էսա բան կլինի, էսա բանը Կտրիչ Ներսյանը հեղափոխություն կանի, էսա էլով կար հեղափոխություն անողների տենց մեծ շարք կար էլի, հա էսա ուժեղ բանը, այն ինչ էր, Հայաստան դաշինքն է ուսապարկերը արդեն հակել են, էսա բան չմնացա, սպասեք, մտնում են Երևան։ Եվ այլն, անընդհատ այս մթնոլորտով, փողով, մաֆիոզ կապերով այս արդարության եւ արդարադատության հաստատումը հետաձգել են։ Դա հաշվեհարդար է իմ նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, դա հաշվեհարդար է հեղափոխության նկատմամբ, դա հաշվեհարդար է պետության նկատմամբ,
Դա հաշվեհարդարա բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցել են հեղափոխությանը եւ արել են հեղափոխություն։ 45 վայրկյան ունենք, մի հատ էլ հարց կարան տան։ Եվ վերջին հարցի համար Ալիզավեթյան Գրիգոր Համեցյան։ Պարոն Փաշինյան, նախ Տիգրանաշենի հետ կապված մի քիչ հետ գնանք։ Սահմանագծում իրականացվում է անկախության Ալմաթայի հռչակագրով, որտեղ նշված է, որ տարածքները ճանաչվում են ԽՍՀՄ-ի քարտեզներով։ Բայց չի նշված, թե որ քարտեզն է հիմք ընդունվում։ Դուք բանակցություններով եկել եք նրան, որ 1975 թվականի ԽՍՀՄ-ի գլխավոր շտաբի ռազմատեղագրման քարտեզներով եք առաջնորդվելու, բայց այդ քարտեզներում չկա երկկողմ ստորագրություն մեր եւ Ադրբեջանի միջեւ, արձանագրություն չկա, դա էլ իր հերթին հղում է անում 1969 թվի քարտեզների վրա, փոխարենը կար ավելի թարմ քարտեզ 1988-ի քարտեզը, որտեղ կա արձանագրություն, երկկողմ ստորագրություն, մեր կողմից Վլադիմիր Մովսիսյանն էր ստորագրել, իրենց կողմից Մամեդովը, արձանագրության մեջ նշված է, որ սա ունի իրավական ուժ, սա պիտի այլևս հիմք ընդունենք եւ այլն, եւ այդ քարտեզով, այդ վերջին քարտեզով Տիգրանաշենը մեծ մասամբ Հայաստանի Հանրապետության տարածքում էր գտնվում։ Դուք գիտեմ, պիտի ասեք, այդ քարտեզը Գերագույն խորհրդի կողմից չի վավերացվել, չեն հասցրել, Արցախյան շարժումը սկսեց, բայց կա երկու կողմի ստորագրությունը գոնե հիմքում ու բացի այդ հիշենք, որ Ադրբեջանը չի ընդունել, որ ինքը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է։ Ինչի դուք մի հատ նախ եւ առաջ Ալիևին չեք կզցնում, որ ինքը իրանց անկախության հռչակագրից նախ հրաժարվի, որտեղ ԽՍՀՄ-ի իրավահաջորդ իրենց չեն համարում, որ մի հատ էլ հիմք ընդունեն ԽՍՀՄ-ի այդ ասած քարտեզները։ Ինչի՞ եք ընդհանրապես Տիգրանաշենի հարցում զադնի դնում։ Դուք ասացիք ներվն եմ հանում, բայց պարոն Փաշինյան, Ալիևը մեր սաղատամները քաշում է, դուք հենց ներվ եք հանում։ Ասենք քյավտարված պիտի նստենք իր դեմը բանակցենք։ Ինչ եք շտապում Տիգրանաշենի հարցում, ասեք մեր տարածքում չի գտնվում։ Շնորհակալություն։ Արձանագրենք, որ ժամանակը սպառվեց ու ձեր հարցը այնքան բարդ է, ես չեմ կարող պատասխանեմ, ստեսություն ես գնացի, կատակ եմ անում։ Մենք այդ քարտեզներին չենք հասել բանակցություններով։ Դա բանակցությունների թեմա չի եղել։ Երբ որ արձանագրվել է, որ մենք դեռևս Պրահայում արձանագրվել է, որ Ալմաթայի հռչակագրի հիման վրա մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրն է եղել պարզել, թե խորհրդային միության փլուզման պահին իրավական ուժ ունեցող քարտեզը որն է, որոնք են քարտեզները, որոնք խորհրդային միության փլուզման պահին ունեն իրավական ուժ, ոչ թե ավելի լավն են, ոչ թե ավելի վատն են, այլ խորհրդային միության փլուզման պահին ուժի մեջ գտնվող քարտեզները եւ եկել հասել ենք այս քարտեզներին։ Երկրորդը, այսինքն ձեր ասածը արդեն գալիս լրացնում է, որովհետեւ դուք ասում եք, կասեք, որ չի Գերագույն խորհրդում եւ այլն, դա էդ է, այլ կերպ վերաձևակերպած։ Իրավական, տեսեք, ես ուղղակի ձեր խոսքին եմ հղում անում։ Ասում եք մեծ մասամբ Հայաստանի տարածքում է եղել։ Մեծ ինչ նշանակում մեծ մասամբ։ Այսինքն, հա? Բայց հիմա դուք ինչ գիտեք, ես ասելով քյարքի, ես ինչ տարածք նկատի ունեմ, մեծ մասամբ նկատի ունեմ, թե փոքր մասամբ նկատի ունեմ։ Չէ, նկատի ունեմ, դա այդ հարցերը սահմանազատման հետագա հարց է, ել չեմ ասում, ես նախորդ հարցերից մեկին ի պատասխան ասացի, դեռ Պարզ չի, ոնց կլուծենք այդ հարցերը։ Կլուծենք ինչ ընդհանրապես մենք ուզում ենք փոխադարձաբար Ադրբեջանն էլ մենք էլ ուզում ենք անկլավ էքսկլավ ունենանք, թե չենք ուզում։ Դա մեր կյանքը հեշտացնում է, թե բարդացնում է։ Էս էլ է մտածելու հարց։ Եթե երկկողմ գանք են եզրակացության, որ մեր կյանքը բարդացնում է, ուրեմն պետք է լուծումներ գտնենք։ Եթե գտնում ենք, որ մեր կյանքը հեշտացնում է, ուրեմն ուրիշ լուծումներ պետք է գտնենք։ Ադրբեջանը ասում եք չի ընդունել, որ իրավահաջորդ է։ Էլի ուզում եմ ասել, մենք արդեն Ադրբեջանի հետ ունենք
վավերացված պարտադիր իրավական ուժ ունեցող ուժ փաստաթուղթ, որտեղ ընդգծվում, այսինքն երկու երկրներում վավերացված, որ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման համար բազային սկզբունք է, եւ մենք ընդունել ենք անկախության հռչակագիր, որտեղ ընդունվել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղությունը, եւ մենք ունենք նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, որ մենք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա եւ ճանաչելով նախկին խորհրդային միության հանրապետության սահմանները այս հենքի վրա ճանաչում ենք մեր միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ քաղաքական անկախությունը։ Ինչ վերաբերում է ատամներին, այդ ինչ որ հանվել է, այդ իրականում պրոթեզ է եղել։ Եվ ես այդ եմ 2020 իրական Հայաստանի գաղափարախոսության այդ եմ փորձում բացատրել։ Այդ որ ասում եք այդ ատամները, այդ որ չեմ ուզում ոչ մեկին նեղացնեմ, բայց ինչ որ կազմակերպություններ եւ գործընկերություններ, որ մեր իբր անվտանգությունը երաշխավորում էին եւ մեծ տարածաշրջանում իբր ուժեղի դիրքերում էին դնում, դա ատամ չէր, դա պրոթեզ էր։ Եվ այդ պրոթեզը ես եմ հանել, բայց այդ պրոթեզի տակ կան փչացած ատամներ, որոնց ներվերը հանած չի եւ որոնք ցավում են։ Եվ այդ ատամների բուժմամբ եմ ես այդ թվում այսօր ատամնաբուժ Նարևելյան արինք լրիվ։ Շնորհակալ եմ։